Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնիգովի մարզում վնասվել է կարևորագույն էլեկտրակայան, որի հետևանքով տասնյակ հազարավոր հաճախորդներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հաղորդվել է Չեռնիվոբլեներգո Տելեգրամ ալիքում։ Չեռնիգովի շրջանի խոշոր էլեկտրակայանը վնասվել է, տասնյակ հազարավոր հաճախորդներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, նշում է հրատարակությունը։ Դեկտեմբերի 23-ի երեկոյան ուկրաինական Strana UA հրատարակությունը հաղորդել է, որ Չեռնիգովի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը երեկոյան հարվածել է կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտի։ Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհավորել է Ալիևին։ Պարոն նախագահ, սիրելի եղբայր, իմ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ ձերդ գերազանցությանը եւ ձեր ընտանիքին առողջություն, բարեկեցություն եւ երկար տարիների կյանք։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը կոչ է արել Սուրբ ծննդյան օրերին դադարեցնել պատերազմը, խոր ցավ հայտնելով, որ Ռուսաստանը մերժել է Ուկրաինայի համար առաջարկված զինադադարը։ Նա հույս է հայտնել, որ գոնե 24 ժամ խաղաղություն կլինի ամբողջ աշխարհում։ Խոսելով Մերձավոր Արևելքի մասին, նա աջակցություն է հայտնել Ղազայի քրիստոնյա համայնքին եւ հույս հայտնել, որ խաղաղության գործընթացը կշարունակվի։ Պապը նաեւ խիստ քննադատել է ԱՄՆ Իլինիոս նահանգում ընդունված օրենքը, որը թույլ է տալիս ինքնասպանությանն օժանդակել անբուժելի հիվանդներին, հայտարարելով, որ այն հակասում է կյանքի սրբությանը։ Նա կոչ է արել մարդկանց Սուրբ ծննդյան շրջանին վերաիմաստավորել մարդկային կյանքի արժեքը հղիությունից մինչև բնական մահ։ Նշենք, որ դեկտեմբերի 25-ին կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ծնունդը։ ԱՄՆ ազգային անվտանգության արխիվը գաղտնազերծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի միջև զրույցների սղագրությունները։ Տեղեկատվությունը հրապարակվել է ազգային անվտանգության արխիվի կողմից։ Երկու առաջնորդների միջև զրույցները տեղի են ունեցել 2001, 2005 եւ 2008 թվականներին։ Նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ Սլովենիայում, որտեղ առաջնորդների միջև տեղի ունեցավ բարեկամական երկխոսություն, որի ընթացքում Բուշը Ռուսաստանը անվանեց արևմտյան աշխարհի մաս։ Ռուսաստանը եւ Իրանը զգալիորեն ընդլայնել են համագործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի Իսլամական խորհրդակցության ասամբլեայի նախագահության անդամ Ալիրեզա Սալիմին Կատարում Ասիական խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ։ Ռուսաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները զարգանում են։ Այսօր երկու երկրները համագործակցում են տարբեր ոլորտներում եւ դա կարելի է անվանել ռազմավարական համագործակցություն։ Մասնավորապես Ռուսաստանը եւ Իրանը սկսել են ավելի շատ համագործակցել, քան նախկինում միջազգային հարթակներում, այդ թվում Ասիական խորհրդարանական վեհաժողովի, միջխորհրդարանական միության, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակներում, ասել է նա։ Ռուսաստանը հույս ունի, որ Միացյալ Նահանգները կցուցաբերի քաղաքական կամք երկար ժամանակ սպասված ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու համար։ Իզվեստիային տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հյուսիսատլանտյան դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Գուսարովը։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը վաղուց սպասված էր։ Այս քայլը հստակ կցուցադրի երկու երկրների միջև երկխոսության բարելավումը եւ միջպետական մակարդակում փոխադարձ վստահության վերականգնումը, նշել է դիվանագետը։ Գուսարովի խոսքով Ռուսաստանը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի վերացնել օդային շրջափակումը, որը կորցրել է իր իմաստը։ Նա ընդգծել է, որ օդային հաղորդակցության վերականգնումը կլինի գործնական քայլ երկկողմ երկխոսության կարգավորման ուղղությամբ։